Ողջույն իմ Աստծո ժողովուրդ, այսօր մի շատ կարևոր թեմայից եմ ուզում խոսել ու եւ աղոթել։ Ես գիտեմ, որ ամեն մարդ այս աղոթքի կարիք ունի։ Ինձ մոտ մի օր մի մարդ եկավ, շատ տարօրինակ էր ու շատ ծանրացած։ Նա ինձ մի բան ասեց, որ ես արդեն երկար տարի է կորցրել եմ իմ ծնողներին, բայց մտքեր կան, որ ինձ բաց չեն թողում։ Ու ես զգում եմ, որ իմ ծնողները ինձ անիծել են ու ես այդ անեծքի տակ եմ։ Ու ես նրան հարց տվեցի, ասեցի, ինչ հմունքներով ես դա ասում։ Նա սկսեց պատմել իր կյանքը, իր ծնողների հետ, թե ոնց է եղել։ Սկզբից ես կասեի, ոչ մի տարօրինակ բան ես չեմ տեսնում։ Միայն իր բառերից լսում եմ, թե իր ծնողները ոնց են իր համար հոգ տարել։ Բայց եկավ մի պահ, որ ամեն ինչ փոխվեց։ Ասում եմ, որ ես մանուկ էի, իմ ծնողները ինձ շատ էին նվաստացնում, ինձ շատ էին համեմատում ուրիշների հետ, ասում են, էսի սենց է, դու սենց չես, էսի լավն է, դու հիմար ես, ու շատ վատ բառեր, ու ասում է, ես ինձ միշտ նվաստացած էի զգում, թե դպրոց էի գնում, թե դուրս էի գալի ընկերներից հետ, ասում է, ինձ միշտ նվաստացած էի զգում։ Ասում է, մի քանի անգամ, ասում է, ես ասացի լավ էլի, դե բառեր են, ու ուզեցի մոռանալ դրանց մասին, բայց իրավիճակները են սկսում իմ կյանքում, ես հասկանում եմ, որ ոչ, այդ բառերի ուժը իր կյանքում դուրս էր տալիս, ու շատ հոնգուր լացեց, ինձ հարց է տալիս, ինչ անեմ հիմա, ասեցի դու պետք է ներես իրանց, բայց իրանք մահացել են, ասի կապ չունի, ու շատ խոսալուց հետո ինքը եկավ համաձայնության, որ պետք է ների ու բաց թողնի։ Մենք իր այդ աղոթք արեցինք մտքով, գնացինք իր մանկություն, այն օրերը, այն ծանր օրերը, որ իրան բառից ու իմաստով շատ ուժեղ նվաստացրել են, շատ վատ բառերով, շատ մեծ անեծքներով։ Ու պատկերացնեք, որ ասին մտքով մենք պետք է գնանք քո մանկություն, ու մենք սկսեցինք աղոթել, ինքը չէր ուզում գնալ, ինքը ոչ թե չէր ուզում, այլ սկզբից չէր ուզում, հետո չէր կարողանում, այսպես մեծ պատեր կար, բայց ես իրան ասում էի, լսի, Հիսուսի մի կաթիլ այրունը մաքրել է քո անցյալը, քո ներկան, քո ապագան, դու պետք է հավատաս, եթե դու եկել ես ինձնից աղոթքի օգնություն ես ուզում, խորհուրդ ես ուզում, պետք է լսես ինչ եմ ասում։ Ինչ եմ ուզում ասեմ։ Մենք աղոթեցինք, դա մի քիչ երկար տևեց։ Ինքը ազատագրվեց, ինքը բաց թողեց, ինքը բարձր ձայնով կրկնեց իր ծնողների անունները ու ասաց ես ներում եմ ձեզ, ես ներողություն եմ խնդրում նաև, որ ես ինչ որ իմ կյանքում առիթ եմ ձեզ տվել, որ դուք ձեր ձայնը բարձրացրել եք իմ վրա ու ինձ անիծել եք։ Մի խոսքով, այս աղոթքից հետո այս մարդը մեծ թեթևություն ապրեց, մեծ թեթևություն ժողովուրդ ջան։ Ու 7 ամսվա մեջ իր կյանքում շատ մեծ փոփոխություններ եկան։ Այն փոփոխությունները, որ ինքն էր ինձ զանգում ասում, որ ասում այս կյանքում այս զգացմունքը չեմ ապրել, սա չեմ տեսել, այս չեմ ունեցել։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել։ Ես գիտեմ, որ դու հիմա նայում ես այս հոլովակը, ես գիտեմ, որ դա քեզ էլ է վերաբերվում, բայց ես գիտեմ, որ այստեղ երկու տեսակի մարդ են նայում, մարդիկ, որ նվաստացրել են, մարդիկ, որ նվաստացած են։ Ծնողներ, ձեզ եմ ուզում ասել, այո, շատ ժամանակ երեխեքը ջղայնացնում են, ես էլ եմ ծնող, լավ եմ հասկանում, ու այդ րոպեին դու չես հետևում քո բառերին, դու սանջ չես դնում քո լեզվին, ինչ ներսիցը դուրս է տալի, են էլ փսխում ես քո երեխեքի վրա, անիծում, թախում, անիծում ներկան, ապագան, անիծում բոյը, ու ասում ես դու ոչ մի բանի չես հասնում, ես մի քիչ թեթև ձևով եմ դա ներկայացնում ձեզ, բայց ժողովուրդ ջան, այդ ամենը անեծք է։ Ծնողներ, եթե դուք ձեր կյանքում այսպիսի բաներ եք ասել եւ չեք ապաշխարել, հիշեք, ինչքան էլ ուզում եք սիրեք ձեր երեխան,
այդ նստվածքը ձեր երախու վրա է։ Ձեզ պետք է ապաշխարել, ձեզ պետք է ներողություն խնդրել Տեր Հիսուսից։ Ներողություն խնդրել առաջինը Տեր Հիսուսից։ Եթե հնարավոր է, եթե ձեր երեխեքի հետ ունեք կապ, պետք է նրանցից էլ ներողություն խնդրել։ Դա շատ կարևոր է։ Դա քանդում է, առաջինը որ դու Աստծուց ես խնդրում, դա քանդում է հոգևոր աշխարհում։ Եթե քո երեխուց ես խնդրում, դա քանդում է ֆիզիկական աշխարհում։ Կարող է միգուցե հակառակն է, ինչ որ երեխա իր ծնողին հանիծել, խփել, ծեծել։ Ցավալու է, այս բաները ասում եմ, դա իրականություն է։ Ես իմ 35 տարվա ծառայության մեջ շատ բաներ եմ տեսել։ Դրա համար պետք է հասկանաք, անպայման է պետք ներողություն խնդրել։ Առաջինը Աստծուց, երկրորդը այդ մարդուց։ Կարող է շատերն ասեն, որ իմ երեխան չկա, կամ իմ ծնողը չկա, հոգ մի տարեք։ Դուք սրտանց ասեք Աստծո առաջ։ Սրտանց ասեք Աստծո առաջ։ Աստված կվերցնի այդ ներողությունը ձեր վրայից։ Կընդունի ձեր ներողությունը, կվերցնի այդ ծանրությունը ձեր վրայից։ Դա շատ կարևոր է։ Եվ հիմա ուզում եմ ասել այն մարդկանց, որ իրանց նվաստացած են զգում։ Իրանք մեծացել են, արդեն ընտանիք, երեխեք ունեն, բայց ինչ որ ցավեր կա նրանց մեջ, որ հանդիպում են իրաց ծնողների հետ կամ մոտիկների հետ, ու ինչ որ մի տարօրինակ ապրում կա, կասես թե արդեն փոքր ենք, անցավ գնաց, ամեն ինչ ներված է։ Ժողովուրդ ջան, չկա այդպեսի բան։ Անցնել գնալով չի լինում, չի որոշում այդ հարցը։ Միայն Հիսուսի այրան ուժն է մաքրում, վերցնում։ Դա շատ կարևոր է։ Եթե դու այդ մարդն ես, որ դու անեծքի տակ ես ընկել, ես չեմ ուզում, որ դու հասկանաս, որ քեզ պետք է քո ծնողին, վայ, ինքը սխալ է, ինքը էս է, ես չեմ ուզում դու ապրես դրա մեջ, մնաս դրա մեջ։ Հասկացի, ասում եմ, ինչքան հասկացել են, այնքան արել են։ Եթե դու հիմա ավելին ես հասկանում ու տեսնում ես այս հոլովակը, ուրեմն դու Աստված քեզ սիրում է, ընտրել է, օգնում է, որ դու դուրս գաս այդ իրավիճակից։ Դու պետք է ներես։ Դու պետք է ներես ու բաց թողնես։ Ներես ու բաց թողնես։ Ժողովուրդ ջան, ես հարյուրավոր մարդկանց եմ տեսել։ Հարյուրավոր մարդկանց եմ խորհուրդներ տվել։ Ու ես հարյուրավոր վկայություններ եմ լսել։ Լսում եմ, հələ կլսեմ։ Ես հավատում եմ, որ այսօր ինչի մասին ես խոսում եմ, դա մեծ հոգու առաջնորդություն է, սուրբ հոգու առաջնորդություն է։ Ես գիտեմ, որ շատերը հիմա նայում են, ասում են, այս ինչ կարևոր թեմա է։ Ձեզ պետք է բաց թողնել, ներել ձեր ծնողներին։ Եթե ձեր ծնողները չկան, մահացած են, դա պրոբլեմ չի։ Ոնց որ ես արեցի այդ մարդու հետ այդ աղոթքը, մենք գնացինք այն վայրը մանկությունում, այն տեղերը, որ ինքը նվաստացված էր։ Աստծո խոսքն ասում է, հետ դարձի այնտեղ, որտեղից ընկել ես։ Հետ դարձի այնտեղ, որտեղից դու հարված ես ստացել։ Ասա Տեր։ Ու բարձրաձայն ասա, ես ներում եմ իմ ծնողին, ու տուր նրա անունը։ Ասա ծնող, ես քեզ ներում եմ։ Հիսուս Քրիստոսով։ Նաև ներողություն եմ խնդրում, որ ես ինքս առիթ եմ դառել նվաստանալու։ Ինչ որ բաներ եմ թույլ տվել, միգուցե թույլ չես տվել, կապ չունի։ Ասա։ Ու դու կտեսնես, թե քո սրտից, քո վրայից ինչ ծանրություն է գնում։ Որովհետև եթե ասվել են այսպիսի բառեր, աննիցված բառեր, թաղեմ քեզ։ Դու ինչ ես, դու երբեք մարդ չես լինի, ու այսպեսի նման բաներ։ Դրանք ծուղակներ են։ Դրանք, եթե դրանցից չապաշխարես, եթե դրանք բաց չթողնես, չներես, դրանք քեզ կհետապնդեն։ Կհետապնդեն մինչև վերջ։ Դրա համար ես ուզում եմ, որ
երկու կողմներ հասկանան, ծնողները, որ անիծել են, մարդիկ, որ անիծել են, ու այն մարդիկ, որ ընկել են անեծքի տակ։ Ձեզ պետք է այսօր անել այս աղոթքը։ Ես ձեզ կառաջնորդեմ այս աղոթքում։ Ու ես ավելի քան համոզված եմ, որ այսօր Տերը մեծ հրաշք անելու ձեր կյանքում։ Շատ մեծ հրաշք։ Եթե դու պատրաստ ես, մենք հիմա կաղոթենք իրար հետ։ Կրկնի, Հայր Աստված, շնորհակալություն այս րոպեի համար, որ դու օգտագործում ես քո անոթին, խոսում ես ինձ հետ։ Տեր, ես ունեմ այս պրոբլեմը։ Ես ունեմ այս պրոբլեմը։ Ես ինձ մինչև այսօր իրավիճակներ կան, որ ես դրանցից ինձ նվաստացած եմ զգում։ Ու շատ ցավ եմ ապրում։ Ու զգում եմ, որ դրանք իմ կյանքը փակել են։ Ես չեմ կարողանում ուրախանալ, ես չեմ կարողանում վայելել։ Ես զգում եմ այդ բառերի հետևանքը իմ կյանքում։ Տեր, խնդրում եմ, լսիր իմ աղոթքը։ Ես բացում եմ իմ սիրտը քո առաջ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս, օգնիր ինձ։ Ես գիտեմ, որ մարդիկ կան կարող է դժվար է իրենց ներել, բայց հիմա խնդրի, Հիսուս, օգնիր ինձ, որ կարողանամ ներել ու տուր անունները այն մարդկանց, որ քեզ ցավ են պատճառել։ Դա կարող է լինի քո ամուսինը, դա կարող է լինի քո կինը, դա կարող է լինի քո ծնողը, կամ քո երեխան, կամ քո մոտիկը, կամ քո հեռուն, կապ չունի։ Ու ասա, Տեր Հիսուս Քրիստոսի ուժով, իր սուրբ թափած այրունով, ես վերցնում եմ այդ ուժը, իր սուրբ թափած այրան ուժը, իմ կյանքը, ու ես բաց եմ թողնում, ներում եմ այդ մարդկանց ու անունները տուր, որ ինձ անիծել են, որ ինձ կողոպտել են, որ ինձ նվաստացրել են, որ կարող է մարդիկ կան իրենց կյանքում իրենց բռնաբարել են։ Ես բաց եմ թողնում, ներում եմ այդ մարդկանց։ Եթե դու հենց այս բանը կարող է ծանրություն, դժվարություն ես զգում, կանչի ասա Հիսուս օգնիր ինձ, որ կարողանամ ներել։ Ու ասա ես ամբողջովին բաց եմ թողնում այն մարդկանց, այն ծնողին, այն մոտիկին, որ ինձ նվաստացրել է, ինձ անիծել է։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես վերցնում եմ այդ ամեն իրավիճակը եւ գցում եմ Տիրոջ խաչի վրա։ Թող Տիրոջ այրան ուժը մաքրի հենց հիմա իմ մանկությունը, իմ ներկան, իմ ապագան, մաքրի ամեն հետևանք, կեղտոտ, որ ազդում է ինձ վրա մինչև հիմա։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես ազատ եմ ու ես ամբողջությամբ ազատագրվում եմ այս իրավիճակից Տիրոջ այրան ուժով։ Հիսուս, շնորհակալություն, որ հենց հիմա դու մաքրում ես իմ սիրտը, իմ հոգին, իմ շունչը, իմ մարմինը ամեն անեծքից ու անեծքի հետևանքից։ Հիսուս Քրիստոսի այրան ուժը ամբողջությամբ ես ընդունում եմ, որ ամբողջությամբ ինձ մաքրում է հենց հիմա։ Հայր, շնորհակալություն, ես վերցնում եմ իմ ազատագրությունը, ես վերցնում եմ քո սուրբ թափած այրան ուժը, որ ես քո սուրբ թափած այրան ուժով ազատագրված եմ հենց հիմա, ու ես ազատ եմ, ամբողջ փառքը քեզ Տեր, շնորհակալություն, ամեն։ Հիմա աղոթում եմ այն ծնողների համար, այն մարդկանց համար, որ իրանք անիծել են, կրկնեք, Տեր, ես ներողություն եմ խնդրում, հասկանալով կամ ոչ, գիտակից, թե անգիտակից ձևով անիծել եմ իմ մոտիկին, իմ երեխուն, այդ րոպեին, ինչ բառեր դուրս է եկել, ես լցրել եմ իմ մոտիկիս վրա, իմ երեխուս վրա։ Տեր, ներողություն եմ խնդրում, Տեր, ես խորինապ աշխարհում եմ, Հիսուս, ներիր ինձ, ներիր իմ մեղքերը, ներիր այն մարդկանց, որ ես անիծել եմ իմ բառերով, ներիր Տեր ջան, ներիր։ Միգուցե իմ գործընկերն է եղել, միգուցե ուրիշ մի մարդ, ուրիշ մի հարազատ, ու ես դրա հանդեպ վատ բառեր եմ ասել, ու այդ մարդը ընկել անեծքի տակ։ Տեր,
քո սուրբ այրոնով մաքրի ինձ, մաքրիր իմ սիրտը, մաքրիր իմ բերանը, մաքրիր իմ լեզուն, մաքրիր ինձ ամբողջությամբ, խնդրում եմ, ներիր, Տեր ջան, ներիր, Տեր Հիսուս քո օգնությունով այն բառերը, որ ես իմ կյանքում այն օրվանից, որ հասկանալով ասել եմ մարդկանց կյանք, նվաստացրել եմ կամ անիծել եմ, Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի այրոնով ամեն մի բառը զրոյացնում եմ, Հիսուս Քրիստոսի անունով ու այրոնով, ում հասցեին, որ ասել եմ, ու ով մինչև այսօր տառապում է, ու իրան նվաստացած է զգում իմ բառերից, իմ ասած բառերից, ես այդ ամեն մի բառը զրոյացնում եմ, Հիսուս Քրիստոսի անունով ու նրա այրոնով ոչնչացնում եմ ամեն մի ասած բառը, այսքան տարիներ, Տեր, միգուցե շատերին եմ ասել ու չեմ հիշում, Տեր, թող ամեն իմ բերանից դուրս եկած բառը, որ սպանել է մարդկանց, որ նվաստացրել է, որ գցել է անեծքի տակ, թող հենց հիմա զրոյանա Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի այրոնով, ասում եմ ամեն մարդ թող հիմա զգա Տիրոջ այրան ուժը նրա վրա ու ազատագրությունը, հանուն Հորն ու Որդու և Սուրբ Հոգու, ամեն, իմ Աստծո ժողովուրդ, դուք կտեսնեք այս աղոթքի հետևանքը, ու դուք գիտեմ որ շատ եք գրելու, վկայություն եք տալու, ես միշտ ձգտում եմ մտնել ուղիղ եթեր կամ անել ինչ-որ մի հաղորդում Սուրբ Հոգու առաջնորդությամբ ու այսօր այն ինչ-որ անում եմ իմ սրտում դրված էր, որ ես խոսայի այս թեմայից և աղոթայի ձեզ համար, թող Տերը ձեզ օրհնի, որ վայելեք ձեր մոտիկներին, վայելեք ձեր հարազատներին, վայելեք ձեր երեխեքին, վայելեք ձեր ծնողներին, վայելեք, թող ձեր կյանքում գա մեծ քաղցրություն ու ձեր կյանքի մեջ գա Տիրոջ աղը Հիսուս Քրիստոսով, ես գիտեմ հələ դուք շատ վկայություններ եք տալու դրա համար, Տերը ձեզ օրհնի, ստեսություն